Բարև ձեզ, Բուն TV-ի եթերում ֆանտաստիկ ոդքասթն է, որի շրջանակներում մենք խոսում ենք ֆանտաստիկ գրքերից, համակարգչային խաղերից, ֆիլմերից, կոմիքսներից, այսինքն այն ամենից, ինչը կարող է հետաքրքրել գիկերին, նաև խոսում ենք աբսուրդ գրականության ու ընդհանրապես աբսուրդ երևույթների մասին, ինչ եմ ասում աբսուրդ, որովհետև այսօրվա իմ հյուրն է Արարատ Արմենիա ֆուտբոլային թիմի մեդիա բաժնի ղեկավար Գևորգ Ղազարյանը։ Ողջույն։ Привет, բայց ֆուտբոլի մասին չենք խոսելու, Միանշանակ, որովհետև ֆուտբոլի մասին շատ են խոսում, դու էլ հատկապես շատ ես խոսում։ Դե աբսուրդ ժանրը հենց հիմքն է, որ ֆուտբոլային ակումբի մեդիայի բաժնի ղեկավարը պետքա խոսի այն բոլոր թեմաներից, որի մասին նախանշեցին։ Հա, օրինակ այսօր հենց կոնկրետ կանենք խոսենք աբսուրդ գրականության մասին։ Ինչ եմ ասում, նայ, մեր ոդքասթը գիկերի մասին է։ Գիկը այդ այն մարդն է, որ ինչ որ բանով ահավոր հետաքրքրված է, խորացած է, ուսումնասիրում ու դրանով ոգեշնչվում է։ Դու կոնկրետ քեզ ճանաչում եմ 12-13 տարի, երևի չէ, ավելի շատ։ Ավել։ Ու դու միշտ այն մարդն ես եղել, որ տարբեր թեմաներով խորացած է եղել, հետաքրքրվել։ Armenpress-ի համատեղ աշխատանքի տարիներից, 2010-ականներ, հա։ Այ դու իսկական գիկ ես։ Կարա լինի այդպես։ Հիմա այ քո հետաքրքրությունների մասին։ Առաջին դու ասացիր, որ աբսուրդ գրականություն ես ասել։ Եթե խոսում ենք գեղարվեստական գրականության ժանրերի ուղղությունների մասին, հա, աբսուրդ գրականությունը թերևս իմ ամենասիրածն է։ Ինչու, որովհետև կյանքի ինչ որ մի փուլում ես հասկացա, որ իրականում մեր կյանքն է աբսուրդ։ Այն ամեն ինչ տեղի է ունենում, ինքը աբսուրդ է։ Նայ, բարձ բան արեցնեմ, կարող է հիմա շատերը տես չեն ընկալում ինչի մասին է խոսքը։ Այն թե մեր երկիրը ոնց է ղեկավարվում, աբսուրդ է։ Ինքը կարող լիներ մի հատ, ասենք, Բորխեսի մի հատ պատմված կամ աբսուրդ ժանրի մի հատ գրողի մի հատ պատմված կարող լիներ։ Կաֆկայի։ Օրինակ, հա։ Ինչու՞ չէ։ Այն ամեն ինչ տեղի անում, աբսուրդ է, մենք այդ ամեն օր այդ իրականությունում ապրում ենք, ու մեր հետ տեղի ունեցող ու մեզ էլ է շոկի մեջ պահում այդ ամեն ինչը։ Աբսուրդ է։ Ըստ այդմ աբսուրդ գրականությունը դա իրականության մասին գրականություն է։ Հա, աբսուրդը ընդ որում աբսուրդ մենակ մեր երկրում չի։ Աբսուրդ հիմա այս պահին ամբողջ Թրամփի ընտրությունն ու իր այս ղեկավարը աբսուրդ է։ Որովհետև եթե մտնես, ասենք, Սպիտակ տան Twitter-ի կամ Instagram-ի edge-ներս ինչեր են գրում ընդեր, լրիվ աբսուրդ է։ Լավ, Բորխեսի մասին խոսենք։ Մեծագույն Ես գիտեմ, որ դու Բորխեսին շատ ես սիրում, ես էլ եմ շատ սիրում։ Դու երևի ավելի սերտ կապ ես ունեցել Բորխեսի հետ։ Հոգևոր ծնողներս են երևի, ասենց ասեմ։ Ու անձնական կապ ես ունեցել շփվել ես իր կնոջ հետ։ Ինչ դրա մասին պա։ Ուրեմն իր նկատմամբ սերը, իր գրականության նկատմամբ սերը պատահական է լրիվ եղել։ Ընկերուհիներից մեկը, երբ որ ուսանողական տարիներին շրջում էինք Վերնիսաժում, ասեց նկատեց, որ Ապոլոն տպագրատան առաջին տպագրություններից մեկն էր առասարակ, երբ որ Բորխեսը թարգմանվել էր 91 թվականին։ Ասեց եւ կարդացել ես։ Ասեց կարդացի Խորխե Լուիս Բորխես։ Okay, ասում չեմ կարդաց, ծանոթ է, չէ, ծանոթ չի, վերցրա։ Հարցնում եմ, ինչ կամ ասում է 200 դրամ։ Ինքը շատ վատ տպագրություն է, թուղթը ընեն ծանոթ է, փշրվում է։ Հիմա ես իր կնոջ ստորագրությամբ, որ ինձ ընծայագիր ունի իր մեջ, իսպաներենով գրված, ես շատ զգուշորեն եմ իրեն պահում, ու ինքը ուղղակիորեն էջերը արդեն փշրվում են։ Իսկ ընդհանրապես կրկնում եմ, ինքը 91 թվականի տպագրություն է։ Ինձ իր հետ ինչա կապում, ու այն որ նախ եւ առաջ նախասահմանեցի, ասի, ինչն է իմ ընկալումը, հա, աբսուրդ գրականության, որ ինքը իրականում իրականությունն է, ես տենց եմ ընկալում։ Ու ինքը շատ ճիշտ բառերով, շատ ճիշտ տենց սցենարային գծով պատմություններ է պատմում, հորինում, որոնք որ ստիպում են որ դու փշաքաղվես։ Շատ կարճ, մի 3 էջի մեջ դու ամբողջ կինոյի սցենար ես տեսնում, հա։ Իդեպ իր բացառիկությունը Բորխեսի նաև այն է, որ եղել են պատմվածքներ, ինչպես օրինակ հիշողության հրաշքի դեպքում, երբ մարդիկ հավատացած են եղել, որ տենց մարդ կա իրականում, ու շատերը փորձել են գտնել, նամակ են գրել հեղինակին, ասել են կհուշես այդ մարդը որտեղ է ապրում, Իրինեո Ֆունես, եթե չեմ սխալվում, հա, հիշողության հրաշքի այդ հերոսի անունը, որ մնեմոնիստ էր, ամեն ինչ հիշում էր, եւ վստահ էին, որ հեղինակը գաղտնի է պահում, թե որտեղ է այդ մարդու հետ ծանոթացել, ինքը ասում էր ժողովուրդ ջան, հորինել եմ այդ մարդու, գոյություն չունի։ Կնոջ հետ եմ ծանոթացել, Երևանը գրքի մայրաքաղաք էր հռչակվել
15 թվականին, 14 թվականին։ Հա, 10-ականներն։ Հա, եւ այդ ժամանակ հյուրեր Մարիա Կոդաման եկավ, ես էլ որպես այդպես շատ մեծ երկրպագու գնացի, հանդիպեցի, հարցազրույց արեցինք, Armenpress-ում էլ հենց հարցազրույցը գնաց, ու երբ իր կինը մի երկու հարց տվեց, ասես պատասխանեցի շատ հստակ, զարմացած, ասես կարդացել ես, հա, երևի թարգմանված է, ասեցի չէ, մի հատ ընդամենը այդ մի Ապոլոնի տպագրությունն է թարգմանված, ասում ոնց հայերեն թարգմանություն կա, ասում հա, ասում մեր թանգանում չկա այդ թարգմանությունը, ասի կնվիրեմ այդ թարգմանությունը, նվիրեցի եւ նա լուսանկար հետո ինձ ուղարկեց իմ էլեկտրոնային փոստի վրա, որ արդեն թանգարանում տեղադրված է, այդ ընթացքում արդեն հասցրել էին եւս 2 հատորներ տպագրվել թարգմանություն, ես էլ դա ուղարկեցի Արգենտինա, որպեսզի թանգանի մաս կազմի, ու այդ շրջանից էլ սկսվեց մեր պարբերաբար շփումը եւ տարիներ անց մեկ էլ իմ նամակին վերջին չպատասխանեց 2020-19 թվականին եւ ես հասկացա, որ նա արդեն առողջական 2 տարի առաջ էլ մահացել էր։ 2 տարի առաջ մահացել էր, ես էլ 2 տարի առաջ գնացի Ժնև իր գերեզմանին այցելության Բորխեսի։ Բորխեսի, դու ասում ես աբսուրդ, բայց աբսուրդը հենց իրականությունն է։ Բորխեսի մոտ այդ աբսուրդը ինքը լրիվ իրական է, որովհետև հիմա ժամանակակից գիտության հետ որ առնչվում ես, ասենք շփվում ես, ուսումնասիրում ես քվանտային մեխանիկան կամ տիեզերագիտությունը, դու հասկանում ես, որ մեր սովորական կենցաղային առօրյայի համար ինքը աբսուրդ է։ Այսինքն տիեզերք ինքն իրանով մեր տեսանկյունից լրիվ աբսուրդ երևույթ է։ Աբսուրդ միջավայր է, այո։ Աբսուրդ միջավայր է։ Բորխեսը խորապես ուսումնասիրում էր այդ ամենախորը թեմաները։ Նույն հիշողության հրաշքում ինքը ուսումնասիրում էր մարդկային գիտակցության ֆենոմենը։ Ինչ կլինի, եթե մարդը ամբողջ իր կյանքը ոչ թե ուղղակի հիշի, այլ այդ հիշողությունը արտահայտվի ոնց որ հիմա այս պահին քո գիտակցական ֆենոմենոլոգիա, ոնց որ դու հիմա գիտակցում ես, մենք խոսում ենք միասին, այդ ամեն ինչը քո հիշողությունը, քո անցյալը, ոչ թե ինչ որ ուրվանկար լինի հազիվ որսալի, չէ՞, որ դու ինչ որ բան հիշում ես, այլ նույն մանրամասնությամբ ոնց որ դու հիմա ամեն դետալ հիշում ես։ Այդ լրիվ փոխում է գիտակցությունը։ Միանշանակ։ Բաբելոնյան գրադարանում ինքը ուսումնասիրում է կոմբինատորիկ հնարավորությունները տիեզերքի։ Ինչ կարելի է պատկերացնել, ինչպիսի գրադարան կարելի է պատկերացնել, որում կլինեն, ասենք, բոլոր հնարավոր տառերի հերթականությունները։ Դες ինքը մաթեմատիկոս չէր, ինքը ֆիզիկոս չէր, բայց ինքը շատ խորը փիլիսոփա էր, ով հետաքրքրում էր շատ կարևոր թեմաներից։ Այդ անverջ տողի գաղափարը, որում կան բոլոր հնարավոր սիմվոլների կոմբինացիաները, դա լրիվ մաթեմատիկայից է, կոմբինատորիկայից է, բայց ինքը դա ուսումնասիրում էր որպես փիլիսոփա։ Իդեպ ես հասկանում եմ դու ես տանում, բայց ինքը Բորխեսը չի առաջին հեղինակը, որը որ դեպի դա գնացող բաների մասին է խորհել, մտավարժություններ կոպիտ ասած արել, արտահայտվել է դա որպես գրականություն, բյուրեղացումը տեսնում ենք որպես գրքի պատմվածքի տեսքով, ավելի հետաքրքիր, ոչ թե ավելի հետաքրքիր, այլ հետաքրքիր նախադեպ էր, օրինակ ասեմ, Ջորդանո Բրունոյի գործերը։ Ջորդանո Բրունոն իրականում կյանքին ու տիեզերքին ամեն ինչին այն գրքերը, որ ես եմ կարդացել, իսկ նմանները 3-ն են, նայում էր որպես փիլիսոփական մտավարժությունների տարածք։ Ու ինչով է ինքը բացառիկ, որ ինքը տիեզերքի մասին խորհում է որպես փիլիսոփա, եզրահանգումներ է անում գիտական մակարդակի։ Ինքն ասում է մենք նայում ենք աստղերին։ Մի ուղիղ մեջբերում չեմ ուզում անեմ, չեմ ուզում վստահեցնեմ, որ ես ուղիղ մեջբերում եմ անում, ավելի ճիշտ տենց սահմանեմ։ Ես կփորձեմ ինտերպրետացիան ասել, հետո նաև կարամ հղումը գրքի ասեմ, որնակ, եթե հեռուստադիտողին կհետաքրքրի, էլի։ Մեջ մե ֆանտաստիկ միտք ասում է նմանատիպ մի աստղել մեր արևն է ու մենք նրա շուրջ ենք կամ մենք նրա մոտ ենք տենց իջում է իսկ ասում է ով է բացառել որ այլ աստղերի շուրջ պատտվում են նման հողե գնդեր որտեղ կա կյանք հասկանում ես այդ մարդը այլ մոլորակայինների մասին ինքը նստած գրքի դիմաց մտածում է գրում է ու իր արչև ինքը առանց աստղադիտակի բացահայտում է մի բան, որը գիտությունը հետագայում պետքա նվաճի, հասնի դրան, տեսնի, որ ապացուցի, որ տենց բան կա։ Իդեպ գիտության մեջ նաև առհասարակ տենց առաջին անգամ չի արվում, որ նախասահմանվում է միտքը, որը հետո գիտականորեն պետքա ապացուցել։ Մեկ այլ դեպք է նաև
բանը, հա, ռոբոտատեխնիկան, այն որ առանձին հեղինակներ անգամ գրում են ռոբոտատեխնիկայի բազային սահմանումները, չէ՞։ Եվ դրանից հետո հիմա դա արհեստական բանականության, ռոբոտատեխնիկայի եւ արհեստական բանականության մերջարման դրա հիմքերում է նաեւ ընկած։ Այսինքն կան մարդիկ, որոնք այնքան պայծառ միտք ունեն, առանց գիտական մտքի վերջին նվաճումների իրանք 3 դար, մի քանի դար առաջ տալիս են սահմանումներ։ Նման մարդիկ ինձ թվում է տենց 1000 տարին մեկ են ծնվում։ Իրանց մոտ ուղղակի ասոցիատիկ գիտական ասոցիացնես ինչի հետ։ Օրինակ նայ, դու Ջորդանո Բրունոյի մոտ այդ ասոցիացիան այնքան հերվից է գալի, որ ահա որ դժվար է իրան որսալ, ասենք դու գիտես, որ չգիտեմ, Ատլանտյան օվկիանոսից այն կողմ բաներ, կղզիներ կան, կամ աշխարհ կա, կամ չկա։ Այդ ասոցիացիան ինչպես այն ժամանակ էին ասում terra incognito։ Ահա, այդ ասոցիացիան, այդ քարտեզի սպիտակ բծերի մասին ասոցիացիան կոմոդ ուղիղ կոմոդ այնքան ուժեղ է աշխատում, որ ինքը վերածում է ասոցիացիայի ամբողջ մոլորակների վերաբերել։ Բայց հասկանում ես իր ժամանակակիցների համար Ջորդանո Բրունոն եղել է ինչ աբսուրդ բան էր։ Հա։ Այնտեղ հողի գունդ, որտեղ ինչ ես խոսում, էլի։ Ու զարմանալի չի, որ այդ ձև մարդկանց հերետիկոս էին անվանում, ինչ որ ամեն, հա, գանահարում, քարկոցում եւ վերջը այրում։ Այո, վերջը վառվում մոխիր էին դառնում։ Այն նույն Բորխեսը, նայ, Բաբելոնյան գրադարանը, հա, նույն անվերջ կապիկների թեորեմի արտահայտումն է։ Բայց ինքը այդ թեորեմը վերածել է գեղարվեստական ստեղծագործության, որի մեջ շատ կարևոր ու շատ խորը փիլիսոփայական միտք կա, որը հիմա տիեզերագիտության մեջ կոչվում է անտրոպիկ սկզբունք։ Ինքը ասում է, այդ գրադարանում կան վանականներ, ովքեր փնտրում են գրքեր, որոնք ինչ որ իմաստ կարան պարունակեն։ Բայց քանի որ գրադարանը ահռելի մեծ է, դա ցանկացած վանականի կյանքում համարյա 0 է հավանականությունը գտնել տենց գիրք։ Տիեզերագիտության մեջ կա այդ անտրոպիկ սկզբունքը, որ եթե գոյություն ունի մուլտիվերս բոլոր հնարավոր ֆիզիկական կոնստանտներով, նենց տիեզեր գտնելը, որտեղ կոնստանտները թույլ են տալի բանական կյանքի գոյություն, այն նույնքան քիչ հավանականություն ունի։ Ու մենք ապրում ենք հենց այդ ձև հա, բնականաբար, որտեղ ուրիշտեղ չենք կարող ապրենք։ Դե հա, հենց մենք նույն բանի մասին ենք խոսում ու հենց դրանով է բացառիկ այդ ժանրը։ Ու ինչու է նաև լրացուցիչ հետաքրքրությունս այդ ինտրիգ մտցնեմ, հնարավոր է շատ տեքստեր, որ մենք կարդում ենք, ամբողջապես չենք ընկալում ինչի մասին է խոսքը, որովհետև պարզապես մենք դեռևս չենք ապրում այն ժամանակում, որ ինչ որ գիտական այդ գիտակարգը կասնի այն մակարդակի կսահմանի ինչ որ սահմանումներ կտա ու դա նոր կբացատրի այս տեքստի իմաստը։ Այսինքն նույն Ջորդանո Բրունոյի տեքստի իմաստը կհասկանանք մենք կամ լավ մեզանից օրինակ 1 դար առաջ, 1.5 դար առաջ ապրող մարդիկ, քանի որ արդեն ինչ որ նվաճումներ կային արված ու այս մարդու մտքի խորությունը այդ ժամանակ դու հասկանում ես։ Եւ հնարավոր է որ որոշ պատմվածքներում մենք մեր ընկալումները շատ ավելի մակերեսային են, քանի որ դեռևս չկան գիտական մտքի այդ սահմանումները։ Լավ, դու ունես 5 գրքերի մեծ հավաքածու։ Այո, մեր ընտանիքը ունի։ Ձեր ընտանիքը։ Ես ժառանգորդն եմ, այո, այն աչքի լույսի պես։ Այդ դրա մասին ինչ պատմի։ Գրադարանը շատ մեծ չի։ Գրադարանը մեր հիմա Բաբելոնյան չի, մեղմ ասած, հա, ինքը հասնում է 1000 կտորի, բայց ինքը թեմատիկ է։ Եվ թեմատիկ գրադարանի հիմքում պատմագրությունն է, աղբյուրագիտությունն է եւ այդ գիտակարգերի մեջ մտնող օրինակ հուշագրություններ եւ այլն գրականության մի մասը մեր տանը եղել է ժառանգություն ենք ստացել տենց մեր պապիկ տատիկներից բանման մորական կողմից պապն է ում անունը ես եմ կրում իմ անվանադիր պապն է Գևորգ Մինասյան իր կողմից եմ ստացել եւ արդեն ամուսնանալուց հետո երբ որ գրադարանը ասենց ինչ որ տեսք ուներ, ես հասկացա, որ դե դարձել եմ ժառանգորդ այդ ամեն ինչի։ Իդեպ նաև շատ բացառիկ փաստաթղթային արխիվ ունենք, բայց իհարկե դա մեր ընտանիքին է վերաբերում, ինչ եմ ուզում ասել, քանի որ դա պատմական այտենց արժեք չունի, որ ասեմ ազգային թանգարանի պետքա տանենք տանք, հա։ Բայց ինքը նմուշ օրինակներով, օրինակ ես կարող եմ ցույց տամ ինչ որ մեկին, թե ինչ տեսք ուներ ծննդյան վկայականը 1905 թվականին, հա։
կամ դրանից առաջ ինչպես են արձանագրել իմ պապիկի իմ մեծ տատիկի հոր օրինակ ծնունդը ճապաբերական Մատյանում կարճ ասած տենց լիքը կշերքներ կան եւ այլն օրինակ պապիկիս մուշտուկը կա իր սարկած ձեռի թզբեխը պապիկիս հոր նաեւ պապիկիս հոր ռազմական հեռադիտակը կա դա դեռևս Նախիջևանի առաջին հանրապետության ժամանակվա պաշտպանության բանակ անվանեմ տենց այն ժամանակվա մարտեր էին մղում ընդդեմ թաթարների ընդգծում եմ հատուկ թաթարները տարբերակը որովհետև պատմությանը իրանք հայտնի են որպես Կովկասի թաթարներ այլ ոչ թե այն ինչ որ հիմա իրանց ինքնանվանումը էթնիկ խմբի հա ու տենց ինքը դարձել է մի ամբողջականություն վերջին շրջանում հնատիպ գրքերը դրա մի փոքրիկ մասն էին ու ես մի պահ հասկացա որ դա բացառիկ բան է պետք է ցույց դնել միշտ իրան որպես բան էինք տանը վերաբերվում տենց ասիրուն պուպուշ 5 գիրքա էդի պետքա պահել անտեսանալի այն անկյունում հիմա ինքը ի ցույց է դրվում տենց թանգարանային հատվածում որի ամենահին օրինակը Գրիգոր Տաթևացու առաջին տպագրություններից մեկն է Կոստանդնուպոլսում 1741 թվականի գրքի 1741 թվականի տպագրություն, հա եւ իր մեջ իդեպ կա շատ հետաքրքիր հուշագրություն գրքի գնորդը գրելա թե ինչու է գնել այդ գիրքը եւ ոնց է բերել դա Երուսաղեմից ինքը գնացել է այնտեղ բանի ուխտագնացության Երուսաղեմ որպեսի հիվանդություն ունեցել բուժվի եւ բուժվել է Սևանի եկեղեցուն որպես նվեր ընծա գնել այդ գիրքը բերելա նվիրելա Սևանի եկեղեցուն այդտեղից էլ հետագայում սովետի շրջանում պարզապես քանի որ այրում շպրտում անպիտան էին համանում նման գրքերը նու եկել հասել է մեր շրջան ինչ որ չափով վնասված բայց համենայն դեպս հիմա ապահով ձեռքերում է շատ ունեմ նաև վենեականի առաջին տպագրությունը եթե չեմ սխալվում Չէ, Վենետիկում է տպվել, Նյու Յորքում տպված մի հատ աստվածաշունչ ունեմ, ոսկեզոծ տես կազմով, որտեղ Նյու Յորքում թե Նոր Ջերսիում, որտեղ Նոր Ջերսին գրած է Նոր Ջերսի։ Ջերսի։ Ահա, այդ գրադարանը իրոք իմ համար ես շատ լավ եմ հասկանում Բորխեսին, որովհետև հիմա Էրեբունու մեր տանն է ես իր բացակայությունը մարմնից վրա զգում եմ ոնց որ ընտանիքի մի անդամի բացակայություն ունենք այդտեղ բասկաթոռ որի մոտ ես ուղղակիորեն ժամեր եմ անցկացնում գնում եմ հայրիկիս մայրիկիս այցելության հարցնում եմ ոնց եք ինչ եք գնում եմ գրադարանը բասկաթոռին նստում այստեղ իմ աչից այդպես գրադարան ուտեղ եմ հա ինքը չգիտեմ ինչ որ պա մեկ-մեկ զգում եմ որ այդտեղ մատ ինչ որ գիտելիք կա որը ինձ է սպասում բայց ես չգիտեմ որ մի գրքի գրքերի մասին քանի որ խոսք գնաց շատ են խոսում որ գիրքը որպես ինֆորմացիա կրելու գրող աղբյուր անհետանումը թվայնացումը բերելու է գրքի անհետացման բայց ես ինքս դա չեմ նկատում ես հակառակ գործընթացն եմ ես հակառակ ավելի շատ եմ տեսնում որ մարդիկ էլի շարունակում են սովորական այսինքն ինքը դասական բան է որին չես կարա ջնջես մարդկության մեջից հեծանիվի գյուտը վերցրենք ինքը շարժվելու միջոց է բայց մեքենայի ի հայտ գալուց հետո ինքը չի անհետացել ընդհակառակը ինքը զարգացել է ինքը մնում է ակտուալ ու շատ ավելի ակտուալ դեռ ավելին ինքը ինքնահաստատման ձև է դարձել առողջ մարդկանց համար գիրքը նույն շարքում գրքի այն ֆորմատը որը մենք տեսնում ենք իդեպ մի քանի հայտնի հիշատակումներով անգամ գիտենք որ դարերում է որ սկսել են տենց թուղթ որպես տարբերակով այսինքն թերթելու տարբերակով սարքել որովհետև մինչև այդ մագաղաթ տարբերակով էր եւ մագաղաթը ռոլ անելը ինքը անհարմար էր էսի գիտական կարճ ասած հռոմեացի հեղինակներից 1-2-ը հիշատակում են որ առաջին անգամ հանդիպել են տենց գրքերի այդ տեսանկյունից շատ հետաքրքիր է ու ինքը այնքան complete գյուտ է որ մինչև հիմա ինքը իր ձևաչափով որևէ փոփոխություն չի կրել ինքնաբավ ամբողջական հա ինքը մկրատի պես մի բան է ինքը այն որ ասում են հեծանիվ հորինել պետք չի այ գրքի այդ ձևի չէ ինքը հանճարեղ գյուտ է ու
ինքը հաղթում է, շարունակում է հաղթել էլեկտրոնային գրքերին, որովհետև էլեկտրոնային device-ի վրա կարդում ես գիրք, գալիս է notification, գրողը տան ինձ պետք չի այդ notification-ը, որը ինձ խանգարում է իմ գրքի վրա, notification չի գալիս, որը ինձ չի խանգարում, կամ չգիտեմ, էկրանը չի լուսավորվում, բան անում եւ այլն, եւ ամենակարևորը զարաթքեն չի նստում։ Այսինքն գիրքը կմնա, գիրքը միանշանակ արդեն որքան ժամանակական էլեկտրոնային գրքերը, հա, մի քանի տասնամյակա ու իրանք շարունակում են մնան ակտուալ, իսկ մի քանի վիճակագրական տվյալ էլ վերահաստատում են, որ դաժե վաճառքները մեծանում են, այսինքն տպագրականակները մեծանում են, գրքի տպագրությունը մեծանում է, շատ լավ սահմանում է տվել Ումբերտո Էկոն, ասում է ձեր էլեկտրոնային գրքերը մեր ձեռագիր կոպիտ ասած ձեռագիր գրքերի գովազդային վահանակներն են։ Շատ մարդիկ ծանոթանում են էլեկտրոնային տարբերակով, հետո գնում եւ գնում են դա։ Բայց դու էլեկտրոնային տարբերակով նաեւ ինտերնետում գրքերի շտեմարան էիր, չէ՞, հիմնադրել։ Հա, կոչվում էր համահայկական էլեկտրոնային գրադարան, ուսանողական տարիներին ընկերոջս հետ բացեցինք, քանի որ արդեն գրադարանը կար մեր տանը եւ շատ գրքեր ես ինքս էի ուզում գնել ու գտնել, բայց չէր ստացվում։ Հետո մի հատ շատ բացառիկ իմ համար աղբյուրագիտական մեծ նշանակություն ունեցող գիրք գտա եւ ասես բաներ Էվրիկայի պես մի պահ էր, բա ինչու չունենալ սեփական գրադարան։ Այդ ժամանակ էլ տես ծրագրավորում եւ այլն նոր տես սաղմնային փուլում չէին, բայց արդեն տես այնպես չէր, որ ամեն ինչ այնպես էր ինչպես հիմա։ Կայք գրելը ինքը բավականին թանկ ու դժվարին ինչ որ մի process էր եւ քանի որ ես սովորում էի Եվրոպական ակադեմիայում, մենք ունեինք տենց նաեւ ծրագրավորողների բան, այնտեղից ընկերներ ունեի, իրանց հարցրեցի ինչ լուծումներ կարելի է տենց էժանով մի բան կարանանք ստեղծենք բանենք, իրանք լուծումները տվեցին եւ կայքը տենց ունեցանք։ Ու հա, լինելով էլեկտրոնային գրքերի այդ տարածման սկզբն աղբյուրում տենց մի քիչ շատ ճոխ է անջում մի տեսակ, ինչպես ասում են, слишком много части будет, էլի, բայց այդ փուլում էի կանգնած, ամեն դեպքում ես հասկացա, որ գիրք գրքին իրանք մեղմ ասած չեն հաղթել։ Սերվերը չկա, գիրքը չկա։ Բայց հիմա կա, չէ՞, Ահա, գրադարանը գործում է, ինչ որ հրաշքով, ես չգիտեմ ոնց, ինքնուրույն աշխատում է, ես վաղուց արդեն, եթե չեմ սխալվում, 6-7 տարի է անգամ մեջը որևէ բարեփոխում բանման չեմ անում, ել չեմ խոսում update-ների մասին, դա արդեն 9 տարի է որ չենք անում։ Պարզապես ինչ որ մի ռեսուրս է, որը որ դարձավ մի բան, որի զարգացման լավ ասեմ ինչի տենց եղավ, պետությանը դիմեցինք, պետությունն ասաց մենք տենց ծրագիր ունենք, շնորհակալություն ստեսություն, ու չարեց ոչ մի բան։ Ինչպես միշտ։ Okay, հա, նու մենք արդեն ունեինք, մենք կարայինք մեր product-ը տայինք իրան, կամ գոնե կիսվեինք մեր գիտելիքներով, ինքն ասաց, որ մենք արդեն կարճ ասած տղա ջան էլի։ Իհարկե չունեին տենց։ Կարող է ունեն, հարցը այդ չի, բայց քո արժև գալիս է մի մարդ, որ արդեն փորձ ունի մի քանի տարվա, որ արդեն արել է էլեկտրոնային գրադարանը կա, եկել եմ ասում եմ ժողովուրդ ջան, կարանք զարգացնենք տամ ձեզ։ Հա, ընդհանրապես աջակցություն է։ Իդեպ կային նաև այլ մարդիկ, ովքեր որ անում էին, պարզապես այլ ձևաչափով էին, այդ գրքերը մատուցում, Կարենը Վրթանեսյան, կարևոր եմ համարում էլի իր անունը նշել, որի գրադարանը եւս նույնպես միջի հիմա կա, պարզապես ինքը այլ տարբերակ էր գտել, որպեսզի այդ գրքերը պարզապես download չանային ու ասենց ասեին, «Всё, էսի արդեն իմ գիրքն է», ինքը էլեկտրոնային edge էր, որտեղ որ տեքստը կար, բայց հնարավոր է դա կոպի անել։ Հա։ Հիմա քանի գիրք է։ Ոյ այդտեղ 3000-ից ավել էր, եթե չեմ սխալվում, ու էլի փորձում ենք թեմատիկ պատմագրություն, աղբյուրագիտություն, քանի որ այդ թեմաները իմ համար շատ կարևոր էր, նաև դիցաբանություն առանձին մի հատ ինչ որ տենց բան ունեինք, ենթախորագիր ունեինք, որտեղ որ այդ թեմատիկայով գրքեր կային, իրան ուզում էինք, որ այդ թեմատիկայի գրքերը լինեն շատ, որովհետև ինձ դա հետաքրքիր էր։ Թող մյուս բոլոր գիտակարգերը ինձ ներողամիտ լինեն։ Լավ, քանի որ դիցաբանական գրականության մասին խոսեցիր, ինչ ես կարծում, այս թեման շատ է քննարկվում Հայաստանում ժամանակակից ֆենտեզի գրականության ստեղծելու կամ ունենալու տեսանկյունից, ոչ թե դրսից ինչ որ բան ներմուծելու, չգիտեմ, Marvel-ի կինոկոմիքսների տեսքով կամ ասենք ամերիկյան կամ եվրոպական դիցաբանական կերպարն է, հենց մեր դիցաբանության վրա հիմնված։ Մեր դիցաբանությունը բավարար ռեսուրս ունի դրա համար։ Ես մի հատ խորքային խնդրի մասին խոսեմ ու հետո ասեմ, որ ինքը իրականում շատ կենսունակ է ու դեռ ավելին ինքը արդեն պտուղներ տվել է խնդրի մասին։
ցավոք մենք լինելով քաղաքակրթության այն օրինակներից մեկը, որը ունի գրավոր մշակույթ, ցավոք սրտի մեր դիցաբանության այն նախա քրիստոնեական շրջանի, ավելի վաղ շրջանի հիշատակումները մնացել են այն ժամանակ էլ բանավոր խոսքի տեսքով է շատ ավելի տարածված եղել։ Երևի թե դա կապված է նաև կրոնական պատկանելիության հետ, այդ զրադաշտականության մեջ մի փոքր ավելի էր կարևորվում բանավոր խոսքը։ Իդեպ դրանով է պայմանավորված նաև Մովսես Խորենացու այն մտքերից մեկը խրատի մասին, հա։ Առաջին գրական ժանրներից մեկն է առակն ու խրատը։ Իսկ խրատը դա բանավոր էր։ Իդեպ պատմություններն էլ պատմվում էին բանավոր։ Մենք այդ ժամանակվա ամբողջ մեր ունեցած դիցաբանությունը մեծ հաշվով կորցրել ենք։ Այլ քաղաքակրթություններ մեր հարևան որոշ բաներ հիշատակում են, բայց հիշատակում են հեղեղուկ, մակերեսային, իրանց ինտերպրետացիաներն են մտցնում։ Միայն հետագայում իրա որոշ կտորներ, բանահավաքներ հավաքեցին, հա, եւ դրա ամենա տենց վառ օրինակը դա մեր էպոսն է, Սասունցի Դավիթը, որը ընդամենը մեծ հաշվով դրա մի փոքր կտորն է։ Իդեպ միջնադարյան ինտերպրետացիայով այդտեղ Մսրամելիքը, հա, իդեպ շատերի համար, ովքեր որ միջև հիմա ամենամեծ դժբախտություններից մեկն է, իդեպ նաև ասեցի ու փորձեմ դա շարունակել միտքս։ Փոքր ժամանակ մեզ որոշ արտահայտությունների իմաստ չէին փոխանցում։ Ինչու է կոչվում Մսրամելիք։ Մսրը դա Եգիպտոսն է։ Եգիպտոսի մեր ունեցած միջնադարյան անունն է, որը դարեր, հազարամյակներ շարունակ մենք օգտագործել ենք, իդեպ իրանք իրանց Մսր են ասում։ Մենք մի ամբողջ երկրի ասում ենք Մսր, մեկ էլ ինչ-որ մի օր այդ ավելի այլ ցիվիլիզացիայի ազդեցության տակ ենք ընկնում, մեր համար դառնում է Ծիխաս Եգիպտ, Եգիպտոս, էլի, տենց Վենետիկն էլ, որը Վենետիկ ենք մենք ասել, որին հետ առևտրային կապեր ենք ունեցել, մշակութային կապ ենք ունեցել, Վենեցիա է դառնում։ Գրողը տան ինքը Վենեցիա չի, ոչ է Նիցա, այլ Նիսա, որովհետև Վենետիկա ու որովհետև մենք շատ ավելի հին քաղաքակրթություն ենք։ Հա, բայց Վենետիկ են ասում, Վենեցիա այդ հիմա գնացողները Վենեցիա են գնում։ Չեն ասում Վենետիկ, ցավոք։ Հա, դա որովհետև տենց ճոխ է հնչում, էլի։ Նաև Ճենովա, ոչ թե Ջենուա։ Դա Նյու Ջերսիի պես մի բան էր։ Լավ, ու ինչ էի ասում, որ հիմա այդուհանդերձ ինքը մնում է կենսունակ։ Ինչու, որովհետև ես տեսնում եմ գրքեր, կոմիքսներ, նաև այդ թեմատիկայով։ Իդեպ կոմիքսը ես քննադատել եմ, հեղինակն է նաև իմ քննադատությունը չընդունեց։ Որ կոմիքսը։ Սասունցի Դավիթի մասին կոմիքս էր։ Հա, լավ։ Որը ինչ դուր չեկավ, քանի որ մեջը արծարծվում էր իրա կապուտաչիա եւ կյաժ լինելու այդ կերպարը, որը սկանդինավյան այդ բանի էթնոսին պատկանելի ինչ-որ մոլուցք կա մեջը ու հայերի մոտ տարածված ընկալում կա, որ մենք հայերս հնում կապուտաչի կյաժ ենք։ Այդ ով է մցրեդի։ Ով ասե որ այս սև լինելը դա ինչ-որ բան է։ Ռասիզմ է, էլի։ Հա ինչ-որ խոհանոցային ռասիզմ է, որը ոչ մի ձևով չի հիմնավորված։ Ու մենք ոչ մի ապացուցել չունենք, որ տենց է եղել ամեն ինչ։ Լավ, դա լի մի կողմ, բայց ամեն դեպքում փորձը մնում է փորձ ու լավ է փորձ։ Ես ուզում եմ դա ընդգծել Նարեկի համար Աշուղաթոյան, որ փորձը շատ լավ է, իմ համար անկալելի է այդ։ Եվս մեկ փորձել շատ ավելի ընդունելի, դեպ ասեմ, որ իմ շատ մոտիկ ընկերներն են անում, Մոնկի YouTube-յան ալիքում կա Հայ Դավիթ կոչվող մուլտ նախագիծը, հրաշք աշխատանք է ու նու էլի Դավիթ Սասունցի Դավիթի կերպարն է, որը փորձում է երեխաներին օգնել թրի կտորները, թուրք եծակի կտորները վերահավաքել եւ այլն չար հերոսներին հաղթել ու ինքը կարա դառնա հետագայում հիմք այն ամենի համար, ինչի մասին դու խոսեցիր ու ոնց որ ստիպում ես քո միջնադարյան ավելի հին հերոսներին նորից ապրել, նորից շարունակել լինել կենսունակ, քանի որ հիմա մեր սերունդին, օրինակ իմ երեխայի, քո երեխաների, իմ երեխաների համար իրանք կորում են, մնում են Սպայդերմեններն ու Բեթմենները, որոնք որ մեր իրականության արտացոլումը չեն առասարակ։ Բացարձակ։ Ես չեմ ընկալում։ Ու երբ որ տեղայնացվում է, ինքը շատ խորտ ու տարօրինակ է դառնում։
Դու չես ընկալում իրանց, իր բարոյական կերպարը, իր որոշումների կերպարը, հա, նույն Պիտեր Պարկերը, խիա իր խնամակալ հոպարներ, չէ, եթե չեմ սխալվում, տենց հեգնական խոսում։ Պատական բան եմ ասում, մեր իրականությունից դա չի բխում, որովհետև մեզ մոտ խնամող տարիքով հորը ճակերտավոր այդուհանդերձ մեծարելու են այնպես ինչպես տան մեծի։ Ուղղակի տարբեր հաշվարկային համակարգեր են։ Դու չես կարող քո հաշվարկային համակարգից ուրիշի բերես ու Դե ցավոք սրտի, բայց ինքը թարգմանվում է, եթերով ցուցադրվում է, ինքը ամենասիրված հերոսներից մեկն է։ Ինքը շատ լավ կերպար է Սպայդերմենը, բայց իմ համար շատ կասկածելի բարոյական արժեքներով, որոնք որ սպეციფიկ կետերում ինձ մոտ, ինչպես ասում են, դուգա է տալիս։ Լավ, այս թեման ինձ թվում է բավականին երկար է ու մեծ է միանշանակ։ Ես քեզ հիմիկվանից առաջարկում եմ մենք էլի հանդիպենք, շարունակենք հատկապես դիցաբանության թեմայով, անպայման, որտեղ ինքը անսպարտ թեմա է, դու էլ լավ տեղյակ ես։ Միանշանակ դիցաբանության հերոսներն ու ամեն ինչը մեզ կապում է հին աշխարհի հետ, այն հերոսների հետ, ինքը անսպառ աղբյուր է։ Շատ ապրես որ եկար, շատ հետաքրքիր զրույց էր։ Փոխադարձ, շնորհակալ եմ։ Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։